Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում Արևմտյան Հայաստանը հեռուստատեսության լուրերին հերթական թողարկումն ասորվա ծրագիրն է։ Western Armenia շաբաթ հաթերթին 99-րդ համարն այդուս եկալ։ Արցախը կորսված չի, հայ ազգը օնևեջ պարտավորություն հրաժարվելի վրեժխնդրություն է։ Թշնամու նպատակն է վերացնել Հայաստանը, Համլետ Պետրոսյան։ Ալիևը ջարդում է Արցախը տակ, հանգիստ ապրեցիկ, անհեթեթ թեզը վերահաստատում իրան առաջիկա պլանն են, Տաթևիկ Հայրապետյան։ Տողի ազատագրումը։ Վերականգնել հայկական լեռնաշխարհի իսկական անունը, Աշոտ Հարությունյան։ Վանալիճը պայքարում է երաշտի դեմ, Ծոպքում հայտնաբերված արամեատառ արձանագրությունը կարևոր նշանակություն ունի։ Western Armenia շաբաթ հաթերթին 99-րդ թեզը համարն այդուս եկալ։ Համարումը ընթերցողն են կարին ծանոթանան մի քանի հետաքրքիր ու արժեքավոր նյութերի, օրինակ Հրանձինք ու Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամների նախաձեռնությունը, որոնց նպատակն է արևմտահայերենի դասեր կազմակերպելը, պահպանելի ու զարգացնելի հետի մեր լեզվական ժառանգությունը, Արևմտյան Հայաստանը հայերի կողմից աստվածամոր վերափոխման տոնի նշումը վերետեղայնացան միակ-հայկական շենումը խոր հավատավ ու միասնականությունով։ Արևմտյան Հայաստանը ծովափերին թեզակյանք ստացած կրիաների պատմությունը վերախորհրդանշում է բնության ծնունդը մեր պատմական վաղերումը, բլոգեր Արամ Գևորգյանի գրառումը արձանի պատմությունը կեղծածն չնշելա վեր ոչնչացրալն ադրբեջանցի շտեղ ինքը պիցրցնումա մշակութային ժառանգության խեղաթյուրման ու պատմության աղավաղման խնդիրները։ Շաբաթ հաթերթը հասանելի է հայերեն, թուրքերեն, անգլերեն ու ֆրանսերեն տարբերակները Western Armenia TV-ի սայտում։ Վաշինգտոնում օգոստոսի 8-ին Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությունով ստորագրված Փաշինյան-Ալիև հռչակագիրը քաղաքագետ Թևան Պողոսյանի կարծիքով անշրջելի չի։ Ինքը կասկածում է, որ փաստաթուղթը կիրականացվի կամ վեր Ռուսաստանը Իրանը համաձայնելուն Թրամփի ուղղությունագրին։ Պողոսյանն ընդգծում է, որ ստորագրվալա ոչ լեգիտիմ իշխանության կողմից, ուստի հայ ժողովուրդը պարտավոր չի հետևել դրա, մասնավորապես հրաժարվել վրեժխնդրությունից, ինչպես նշված է հռչակագրում։ Պատմաբան Համլետ Պետրոսյանը Facebook-յան գրառումով մտահոգված էր Բաքվի ու Թուրքիայի նպատակը Հայաստան պետությունը վերացնելն ու հայերին իջեցնել որպես թուրքերի սպասարկումներ։ Ընդգծում ավերես ռազմավարությունը համակարգված է օնե փուլեր մշակութային ժառանգության յուրացում, անվանափոխում ու ոչնչացում հայության պատմությունը ժխտելի հետի։ Պետրոսյանը համեմատում է մեր մշակութային քաղաքականության նոսրացումը Բաքվի մշակույթը պետության առաջնահերթություն դարձնելի հետի, նշելով ընդեղ ստեղծում են գիտական տեսություններ հայերի հավանական եկվորությունը հիմնավորելի հետի։ Ինքը տագնապած է, որ արդեն սկսվել է հայերեն արձանագրությունների ու խաչքարերի ջնջումը, կոթողների քայքայումն, բույն եկեղեցիների վտանգը, նպատակ ունենալով հոգեկան տրավմա ստեղծել հայերի մեջի։ Պետրոսյանը հիշեցնում է վերես հարձակումը, համ ֆիզիկական կորուստը, համ էլ փորձը հայերի ինքնության ու պատմության ինստիտուցիոնալ անարժևորման։ Իմ քայլը դաշինքից Արևելյան Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի 7-րդ գումարման պատգամավոր պատմաբան պատմական գիտությունների թեկնածու ԵԽԽՎ-ի Հայաստանապատվիրակության նախկին անդամ ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը։ Ադրբեջանը երբեք հանդուրժելու չի իրան վաղերի իրան երկրորդ հայկական պետության ստեղծումը։ Հայկական պետությունը հիմնադրվել է պատմականորեն ադրբեջանական վաղերի իրա։ Երևանի խանությունը, Զանգեզուրը, Գյոչյան, սրանք սաղ մեր պատմական վաղերն են։ Ոչ ոք մոռացալ չի, որ Երևանը 1918 թվականին Բաքվի դեմոկրատական հանրապետության կողմից վերաբերվել է Հայաստանին։ Սա հատվածը Ալիևի 2013 թվականի մարտի 19-ի ելույթն, այսինքն այս ելույթը ինք ունեցավ 12 տարի առաջ։ Այդ վաղտեն Արցախը մեր վերահսկողության տակին այլել, Սևանն էլ, Սյունիքն էլ, պաշտպանվածն էլ հենց Արցախավ, Արցախը Հայաստանի թիկունքն այլել։ Այս ելույթից ցնցալի 7 տարի Ալիևը հարձակվել Արցախայիրա, դրան ավել չբավարարվելով, դրանից հետո իրականացրել էթնիկ զտում, Արցախում այլևս հայ չի ապրում։ Մենք եկալ նորից նույն ելույթն ունենում ու նորից մեզ նույն պենն ասում, ինչ ասալ 12 տարի առաջ։ Ասում է, ես իմ պլաններից հրաժարվել չում, հատկապես մհենք վեր այլևս Արևելյան Հայաստանի Հանրապետությունը Արցախով պաշտպանված չի։ Իհարկե ոմանք էլ խաբելուն իրաց ներքին լսարանի հետի ասում հեքիաթները, բայց Ալիևի քաղաքականությունը կառուցված է հենց այնպենի երահին ինքը ասում է ներքին լսարանի հետի։ Ադրբեջանական ուժերի շարունակական հարձակումն են ու խաղաղ բնակավայրերի գնդակոծությունն են դադարեցնելի նպատակով հայկական ինքնապաշտպանական ուժերը վճռական գործողությունների ընդդիմալ։ Հադրութաշրջանի Տող շենումը իրականացված մարտական գործողությունը տեռալա Պերվի հաջողությունը, թշնամին խոճապահար նահանջալա չսպասելով օգնությանը։ Տողի ազատագրումը կոտրալա ադրբեջանցուց անպատժելիության զգացումը ոգեշնչալա հայ ազատամարտիկներին թեզե հաղթանակների հետի։ Հայ ազգի պատմամշակութային ժառանգության անբաժան մասն մեր հայրենիքի հնագույն տաղանուն են վեր դարերի ընթացքում տռալն ինքնության խորհրդանիշը, բայց Ցեղասպան Թուրքիան հետևողականորեն ջնջում է այդ անունները, քարտեզները ու գիտական գրականությունը փոխարինելով դրանք կեղծ արևելյան Անատոլիա անունով։ Պրոֆեսոր Մուրադյանին հոդվածը հիշեցնում է, որ Հայաստան կամ հայկ անունը հազարամյակների պատմությունն ու երբեք կապ չունեցալ Անատոլիա տերմինի հետ։ Հայկական լեռնաշխարհի եզակի աշխարհագրական տարածքավերը ընդգրկում է շուրջ 400,000 քառակուսի կիլոմետր ու համարվում է մերձավոր արևելքի կենտրոնական խաչմերուկը։ Տարիների ընթացքում
թուրքական քարոզչությունը փորձала ոչ միայն փոխել քարտեզն, այլև վերաձևել պատմական գիտակցությունը։ Մինչդեռ մինչև 19-րդ դարի վերջին անգամ Օսմանյան կայսրության քարտեզներում նշված այլ հայկական լեռնաշխարհ կամ Էրմենիստան։ Սոր հայ պատմաբանների, աշխարհագրագետների ու մտավորականների պարտքն է վերականգնելու, պահպանել մեր հայրենիքի իսկական անունեն։ Դա համ լեզվի, համ էլ ազգային հիշողության ինքնության պաշտպանության հարց է։ Վանա լիճը երաշտի ու գլոբալ տաքացումների դարդաօրեցօր ցմաքմա լճի ափամերձ տարածքներում ի հայտ են եկալ սյունաձև, կոնաձև գոյացումներ, քյոհնակարուսների մնացորդներ ու ավերակներ վեր տարիներ շարունակ ջրի տակ լինել։ Մասնագետները նշում են, որ Վանա լիճը կլիմայի գլոբալ փոփոխության մշտադիտարկման հետ հիմնական օրինակներից մինն է, քանի որ փակ լիճ է ու կլիմայական փոփոխությունն այնտեղ առավել քան տեսանելի են։ Մասնագետները նաև նշում են, որ լճի ափամերձ տարածքներն այնքան են ցմաքալ, որ նախկինում ջրին տակ լինելած նավամատույցներն դաժե գտնվում են լճից 500 մետր հեռավորության վրա։ Ուրարտագետ Միքայել Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը 2017 թվականի թուրք հետազոտողների կողմից Արևմտյան Հայաստանածոփ նահանգի տարածքից հայտնաբերվել երկկողմանի արամեատար արձանագրություն գտնվել է Ռաբատ ամրոցի տարածքան։ Հետաքրքիր է, վեր այդ ամրոցում առկա են մի քանի ժայռափոր դամբարաններ, ժայռափոր թունել, վեր ըստ երևույթին թվագրվում են անտիկ ժամանակաշրջանով համաձայն թուրք հետազոտողների թարգմանության արձանագրության մի կողմ հիշատակում Միթրա անձնանունը։ Այդ անվան երկրորդ հատվածը հստակ չի, իսկ արձանագրության հակառակ անգամ հաղորդում է Երևան դիտան, ինչպես Արզախա անձնանվան մասին հյուրերը հիշատակված է GLVN ձևով։ Այս արձանագրությունը չափազանց կարևոր նշանակություն ունի Քյոհնյա Հայաստանի մի քանի կարևոր հարցերի ուսումնասիրության հետ։ Սկզբնամասում Միթրա ձևով հիշատակված դիցակիր անվան փաստը հուշում է ծոփքի տարածաշրջանում եւս կարեր տարածված լինել Միթրա միհրի պաշտամունքը։ Այս առումով օրինակ հետաքրքիր է Վանա լճի շրջանից գտնված ու մհենգ անգլիական մի մասնավոր հավաքածուին պահվող դրամի արամեատար գրությունը վերը առաջարկվել է ընթերցել որպես միհրդատ արքա տոսպի։ Այս փաստերը վկայում են Քյոհնյա Հայաստանում միհրի պաշտամունքի կարևորության մասին։ Նորահայտ արամեատար արձանագրության հակառակ անգինումը Երևանի տոն հիշատակությունը փաստում է ծոփքը ճարվել է Երևանդունիների տիրապետության տակ։ Նաև նշում են հոդվածի հեղինակներն հավանաբար ծոփքի տեղի տարածքի կառավարիչը այլ GLVN-ի որդի Արզախան հյուր երկիրն է MT։ Ցավոք, արձանագրությունը ու նշված մյուս կառույցների վերաբերյալ թորք գործընկերների հոդվածը աչքի չի ընկնում հայկական աղբյուրների խորը հետազոտությունով։ Տվյալ ժամանակաշրջանով զբաղվող մասնագետներին հետ այս արձանագրության համակողմանի ուսումնասիրությունը հետաքրքիր հեռանկար է, բացի գուցե հնարավոր է ինյական նույնականացնել, թե Ռաբաթը հայկական աղբյուրների վեր ամրոցը կարե ինի։ Հուսանք նաև որ մի օր մեր մյուս թորք գործընկերները հրատարակելուն պատմական Հայաստանի ձեռնարկի թեփե հնավայրում բացված տպավորիչ կառույցների վերաբերյալ աշխատությունները ու այնտեղ հայտնաբերված արամեատար արձանագրությունների տեքստերն դրանց ընթերցումները։ Սիրելի հայրենակիցներ, սրվայտ այսքան պատրաստալ, սպասիբա ուշադրության հետ, պնդկացիք։